երջանիկ եմ, որ դու գաս, ինձ չթողնես չհեռանաս, ես երջանիկ եմ, քեզ գտա, դու իմ կողքին հավետ մնա, սերը հավերժ է, երբ դու գաս, լավ կչքվի, եթե գնաս, ես երջանիկ եմ, որ դու գաս, ինձ չթողնես չհեռանաս. Դարձյալ ինչ-որ մեկի հոգսը վերցրել ես ուսերիդ։ Ինչ-որ մեկը չի բերել, ընկերս է, բացի այդ, ուսերս սովոր են։ Հիմա Բերանն ու Աննան կմիանան, չէ Էմա։ Ես ամենայն դեպս շատ եմ ուզում, որ միանան։ Ես էլ եմ շատ ուզում, հա, Աննան մեղքս գալիս է, իսկ ինչ ես կարծում, կլինի։ Ես 20 տարուց ավելի Էման իմ կողքին է, սիրելով քեզ։ Պահեցինք, բուժեցինք, ոտքի կանգնացրինք, իսկ նա իմ երեխին վերցրից տարավ գցեց քաղաքի փողոցները, մենակ թողեց, հա, ինքն էլ գնաց, անխիղճ։ Կարող է դու ամբողջ կյանքում ինձ ընկեր չես համարել, բայց ես միշտ քեզ համարել եմ իմ ավակ ընկեր, մի հզոր մարդ խելացի, Վարուսյանից 10,000 Ռուբո, կարճ, եղավ կարճ, ասում են գորը քո ինչն էր, քո պեսան էր, չէ, քո վստահված անձը քո պեսեն, քո սալիկը, գորին էր վստահել այս ամբողջ պատմությունը և ես մնացի գորի ենթակայության տակ, այն ժամանակ այն պատմությունը չկար, այն լակոտի հետ որ բռնացրել էր այրոպորտի ճանապարհ, բան չի եղել, գորն ու աղջիկը հանգիստ ապրում էին, համերաշխ, սիրով ապրում էին, թե ես էլ մնում էի քեզ հավատարիմ, իմ գաղափարներին, աթոռին հավատարիմ, քեզ նվիրված մի մարդ։ Ոնց։ Ես շարունակեցի քեզ հավատարիմ մնալ, Սուրենիչ։ Եվ մտածում եմ, որ քանի որ գորն է նստած քո աթոռին, քո տեղը եւ գորն է ղեկավարում, պետք է ենթարկվեմ նրան, այսինքն մնամ հավատարիմ քեզ ծառայելով ուրիշին։ Հանուն քո հիշատակի է, հանուն քեզ։ Դա չի։ Տենց է, հետո։ Դե գորը իմ ղեկավարն էր, իմ շեֆն էր, որ կողմը թեքեր ռուլը, այն կողմը պիտի թեքվեի, բա ինչ անեի, ես ոչ չէի կարող գորին ասել չէ, չեմ լսում, վերջի վերջում մտածում եմ, որ ինքը գաղտնի տակտիկա ունի, ինչ-որ բան է մտածել, ինչ-որ բան է ուզում անի, մի օր էլ լավ հիշում եմ, մի օր կանգնեց ու ասեց մեզ հարկավոր է Վարոսյանի հետ համագործակցել, Վարոսյանի հետ համագործակցությունը մեզ շատ ու շատ հաջողությունների կբերի։ Գորն ասել։ Հա ու ավելացրեց, որ ճիշտ է մենք հիմա լավ վիճակի մեջ չենք, բայց Մարլեն Սուրենիչի ազիզ հիշատակի համար ես չեմ թողնի, որ նա ֆիրմա, նրա ամբողջ գաղափարները ինչ ֆիրմա, ամեն ինչ ինչ ունի ունեցվածք, այդ ամեն ինչը բանկրոտի ենթարկվի, իսկ դրա համար ասեցի ես պիտի մտերմանամ Վարոսյանի հետ, այսինքն նույնիսկ ձևացնեմ, որ մտերիմ եմ Վարոսյանի հետ, հետո կոնկուրենտներիցս կազատվեմ, կհեռացնեմ բոլորին ու վերև կբարձրանամ։ Այդպես էլ ասել, հա։ Հա։ Եվ ինչ։ Եվ հետո էլ որ կիպացավ Վարուժան Վարոսյանի հետ։ Դե ես էլ ինչ, ես էլ դամ քաշեցի։ Հա, բա տենց է։ Ինչ անեի, շեֆս գորն էր։ Պարզա։ Սուրենիչ, եթե ես իմանայի, որ դուք ողջ եք, որ ձեզ ոչ մի բան չի եղել, որ դուք չեք մահացել, բա ես թույլ կտայի, որ գորը Վարոսյանին բարև տա, դաժե բարև թույլ չէի տա, էլ ինչ մնաց կոնտակտ թույլ տայի, որ իրար հետ լինի, բայց թե մենք գիտենք, որ դուք մահացել եք, ոչ ոք տեղյակ չէր, թե մանավանդ ես։
Տեր Աստված դարձյալ նույն երազը, էլի նույն երազը։ Տեր Աստված, վատ բան է լինելու։ Ես հեռանում եմ միշտ, ու էլ երբեք չեմ վերադառնա։ Շնորհակալ եմ մեր, շնորհակալ եմ, որ մինչև վերջ հոգացիր իմ մասին, որ մինչև վերջ տեր կանգնեցիր ինձ։ Շնորհակալ եմ, մեր։ Վերջ տուր, հա, Հայկ։ Ես հիմա կարողանում եմ քայլել, համեմատաբար լավ եմ զգում, անտանելի ցավեր չունեմ, ու այդ ամենը քո շնորհիվ, մեր, միայն քո շնորհիվ։ Հայկ։ Մեր, մի վերջին խնդրանքել ունեմ, այսքան բան արել ես, դա էլ կատարի։ Ինչ անեմ, Հայկ։ Մեր, ես ուզում եմ տեսնել Էմային ու Զարային, կազմակերպի մեր հանդիպումը։ Բայց դու հասկանում ես, չէ, որ դա վտանգավոր է քեզ համար, Հայկ։ Հա, ես էլ վտանգավոր, որ այսպես եկել ենք, քայլում ենք, նստում ենք, հիմա ամեն վարկյան, ամեն րոպե կարող են ծառի հետևից կամ ինչ-որ մի անկյունից, ինչ-որ մեկը դուրս գա, ասենք Վարուսյանի վարձած մարդասպանը ու խփի ինձ, էդ էլ է վտանգավոր մեր։ Խնդրում եմ, կազմակերպի մեր հանդիպումը մեր, ես հեռանում եմ մեր, ես ընդմիշտ եմ հեռանում, հասկանում ես, ընդմիշտ, ու վերջին անգամ ուզում եմ տեսնել նրանց։ Մեր։ Լավ։ Կկատարես իմ խնդրանքը։ Սա վերջինն է։ Հա, Հայկ, կկատարեմ։ Ոնց ես անելու։ Չգիտեմ, կմտածեմ, գիշերն առջևում է։ Ամեն անգամ, երբ ես երազը տեսնում եմ, մի ահավոր բան է պատահում։ Հիմա ինչ է սպասվում ինձ, ինչ նոր փորձանք, ինչ դժբախտություն, Տեր Աստված, ինչ է լինելու։